ինչ բարև երկիրը շարունակվում է եւ հիմա կրկին տեղափոխվում ենք թատերական աշխարհ։ Ինչու՞, որովհետեւ մարտի 16-ին եւ 17-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Շունչ թատրոնի ծնողը ներկայացումը։ Եվ պատմություն է մեկ ընտանիքի, մեկ խնդրի եւ 3 որոշման մասին։ Պետք է բարի ես արդեն հարցազրույցի էի անցել, ներողություն սիրելի հեռուստադիտողներ, ներկայացնեմ մեր հյուրերին ինչ է նշանակում եթերից առաջ արդեն զրուցել է։ Շունչ թատրոնի համահիմնադիր տնօրեն Սամվել Դանիելյան, բարի լույս։ Բարի լույս։ Շունչ թատրոնի համահիմնադիր պրոդյուսեր Սեյրան Մովսիսյան եւ դերասանուհի Ադրինե Աճեմյան, բարի լույս, բարի գալուս մեր տաղավար։ Ադրինեին իհարկե շնորհավորում ենք միանցյակի կապակցությամբ։ Մենք էլ ձեզ շնորհակալություն, ինչպես եք Երուն փորձերի շրջան է, այո։ Այո, մի քանի օրից արդեն մեզ Վաղը արդեն։ Վաղը։ Այո։ Վաղը մեզ մոտ արդեն պրեմիերա է, եւ մենք շատ ակտիվ գործունեության մեջ ենք մեր սիրելի հանդիսատեսի համար այս անգամ պատրաստել ենք էլի մի շատ հետաքրքիր ու արդիական թեմա, որը կարծում եմ, որ այսօր ամբողջ աշխարհով է տարածված եւ ցավալիորեն մեծ խնդիր է։ Մեզ մոտ ամեն ինչ հրաշալի է, մենք պատրաստ ենք եւ տխրեցնելու եւ ինչ որ բան սովորեցնելու եւ ինչ որ հետաքրքիր բան մատուցելու մեր հանդիսատեսին, մենք օգտվել ենք ամերիկացի գրող Ժոզեֆինա Լաուրենսի երկար տարիներ վեպից, պիեսավորվել է Սամսոն Մովսիսյանի կողմից եւ մի փոքր էլ տեղայնացվել, այնտեղ փոխվել է նաեւ անունները, բայց քանի որ կարիքը չկար շատ տեղայնացնելու, քանի որ թեման ինքը համաշխարհային է, ասեմ, որ յուրաքանչյուր ազգ իր խնդիրը կարող է տեսնել այս պիեսի մեջ։ Իսկ տեղայնացնելու ընթացքում ինչ փոփոխություններ կան, հատկապես հայ իրականության, դրսևորումներից ինչն եք բերել եւ ավելացրել մեր իրականությունից դեպի պիես։ Տեսեք, նորից ասեմ, որ քանի որ ինքը որպես այդպեսին հատուկ պարտադիր չի, ցավոք սրտի Հայաստանում էլ վերջին տարիներին արդեն այս հարցը կան շատ է գլուխ բարձրացրել, ինքը այնքան ժամանակակից թեմա է դառել, որ բնութագրել, որ սա Հայաստանում այսպես կլիներ, եթե հայերի մեջ է, եթե մի այլ երկրում լիներ, մի քիչ ուրիշ բնույթ կկրեր, ոչ, այդպես չէ։ Այդ խնդիրը, այդ հարցը այսօր համաշխարհային, չգիտեմ, հարթակներում ամեն ուր բոլոր ազգերի մոտ նույն լուծումն ունի։ Շատ լավ ասացիք, ավելի համաշխարհային բնույթ է կրում, որովհետև մեր հասարակությունում գուցե մի փոքր արդեն այսպես վատ բառ է, բայց ստորադասվել է այդ կերպարը, բայց այո, մենք շարունակում ենք նույն տոներին կլինի, միամսյակ կլինի, ցանկացած, շնորհավորելու առիթի դեպքում ասում ենք առաջինը մեր մայրիկներին ենք շնորհավորում, որովհետև ծնողը, առավելապես մայրը մեր ընտանիքներում միշտ էլ իր դերն ունի եւ Արմինեի խոսքից այստեղ ուզում եմ շարունակելով հասկանալ, թե ինչ է կարծում մեր հայ հասարակությունը, մեր հայ հանդիսատեսը, որովհետև մեր մտածելակերպները տարբեր են, բնականաբար պիեսի հեղինակից էլ տարբերվում են, ինչպես կընկալի այդ գաղափարը, գուցե արձագանքի, որ մեզ մոտ այդ խնդիրը չկա, մեզ մոտ միևնույնն է մայրը բարձրագույն արժեք է, կա Չէ՞ որ մենք սիրում ենք թաքցնել ընտանիքի խնդիրները, մենք ասելով ազգը, էլի։ Տեսեք, ումից թաքցնեն։ Իրենք կարող են իրենց հարևաններից, բարեկամներից թաքցնել, բայց իրենք իրենցից չեն կարող թաքցնել։ Եւ այո, սա ամերիկացի գրող է, Ամերիկայի մարդկանց համար, բայց ցավոք սրտի, ոնց ասեց Սամվելը, վերջին տարիներին նաեւ ներխուժել է Հայաստան։ Եվ դա լուր ցավ ասեմ, լուր ապտակ ասեմ, կլինի այն մարդկանց, ովքեր այդպես են անում։ Որովհետեւ առհասարակ ես միշտ ասում եմ, որ թատրոնը ոչ թե հարցերի պատասխան տվողն է, այլ այդ հարցերը բարձրացնողն է։ Մենք բարձրացնում ենք այդ հարցը բեմում, եւ այն մարդիկ, ովքեր չունեն այդ հարցը, սիրով կնայեն ներկայացումը, կվայելեն եւ կարժևորեն եւս մեկ անգամ իրենց ծնողներին, ովքեր ունեն այդ խնդիրը ճակերտավոր, շատ խորը ափսոսանք կապրեն, որովհետեւ այո, ծնողը առհասարակ թե մայր թե հայր մեզ համար բացարձակ արժեք է եւ այդպես էլ մնալու է, բայց չենք դատում ոչ մեկին, թե ինչի համար են այդպես անում, արդյոք խնդիրներ կա, արդյոք ինչ որ խնդիրների արդյունքում են այդ ծանր որոշմանը գալիս, բայց մենք ցույց ենք տալիս խնդիրը, որ կա այս խնդիրը։ Եվ քանի որ մեր թատրոնն էլ հայտնի է իր հյուրախաղերով, մենք հատուկ վերցնում ենք նաեւ այնպիսի գործեր, որոնք ազգություն չեն ճանաչում։ Խնդիրը անժամանակ է, որովհետև ինչքան էլ քայլենք մենք ժամանակին համընթաց, միևնույն է
Կարող է մտածենք, դե դա մեր օրերում արդեն խնդիր չէ, դա ընդունված է, բայց ցավոք սրտի դա այդպես չէ։ Հրաշալի դերասանախումբ ունեք, անոնսներին հասցրել ենք հետևել, ավագ սերնդի ներկայացուցիչ չկա այս պահին, Ադրինեն է այստեղ, ես ենթադրում եմ երևի թորնուհու կերպար պետք է լինի Ադրինեինը։ Խնդրում եմ նախ թատրոն, շունչ թատրոն առաջին անգամ է, եթե չեմ սխալվում։ Առհասարակ ես առաջին անգամ եմ։ Առհասարակ, այո, ուրեմն ընտրությունը, սկսենք ուրեմն սկզբից, ինչու հենց Ադրինեն Սամվել։ Ինչու Ադրինեին ճանաչում եմ վաղուց, քանի որ Ադրինեն հաճախել է նաև իմ թատերական ստուդիան, այդտեղից գիտեմ եւ երբ ստեղծվեց գաղափարը, ես միանգամից ցանկություն հայտնեցի համագործակցել նաև այն մարդու հետ, ով ինչ-որ մի ժամանակ եղել է նաև իմ ուսանողը, այո, շատ հետաքրքիր համագործակցություն կարող է լինել։ Չէ, գիտեք, ոչ թե հասկանալու համար ես վստահ եմ, որ ամեն բան լավ է, որովհետև չի կարող այլ կերպ լինել, բայց այստեղ նաև կար մի ուրիշ ֆակտոր էլ, երբ որ մենք ընտրեցինք դերասանուհուն Տիկին Շահերյանին, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, նաև պետք է մի քիչ իրականությանը մոտ լինի նաև արտակնապես, որովհետև եւ աչքերի գույնով, արտաքինով եւ այլն, հետո արդեն իմ կնոջ կերպարը, իմ երեխան է խաղում, ճիշտ է, բացարձակ նման չի ինձ Ադրինեն, բայց այստեղ կա նաև նմանություն, ոչ միայն տատիկին, նաև մայրիկին էլ ունի նմանություն Անահիտ Մեկիրակոսյան, օգտվելով առիթից ասեմ, որ իսկապես շատ հրաշալի խումբ է մեզ մոտ այս պահին աշխատում, արդեն նշեցի Տիկին Շահերյանը, նշեմ նաև Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ալբերտ Սաֆարյանը, Արաքսիա Մելիքյանը, Անահիտ Կիրակոսյանը եւ իհարկե բեմադրության բեմադրող ռեժիսոր Սամսոնը Մովսիսյան, ով հսկայական գործ է արել, արդեն իր թվով երկրորդ ներկայացումն է Շունչ թատրոնի հետ, վստահաբար մենք կշարունակենք մեր համագործակցությունը։ Հետաքրքիր տարբեր էներգիաներով մարդկանց եք հավաքել, հետաքրքիր կլինի վաղը գնալ եւ նայել, եւ թերևս Ադրին եք ուզեմ հասկանալ, քանի որ ձեր առաջին, թատերական ներկայացումն է, կուզեմ հասկանալ ինչպես եք ձեզ զգում բեմում, հեշտ է տրվում, ինչպես եք մյուս դերասանների հետ շփվում բեմում, ամեն ինչ ձեզ մոտ լավ է ստացվում։ Իրականում շատ լարված եմ, առավել ևս որ հիշում եմ վաղը պրեմիերան է արդեն, իհարկե հեշտ չի, շատ դժվար է, բայց իմ բախտը բերել է, որովհետև ես խաղում եմ բեմում տարիների փորձով մասնագետների հետ եւ շնորհակալ եմ իրենց բոլորին, որովհետև ինձ շատ են օգնում։ Դա եւ օգնություն է եւ ավելի պատասխանատվություն։ Այո, պատասխանատվությունը շատ մեծ է, որովհետև երբ դու առաջին քայլն ես անում, ես իրականում կարծում եմ, որ թատրոնը շատ կարևոր է, կարևոր դեր է խաղում դերասանի կյանքում։ Այսինքն շատ եմ կարևորում թատրոնը մասնագիտության մեջ։ Թատրոն գալով ուզում եք շարունակել, հա, այո, միանշանակ։ Թող Աստծո կամոք լինի։ Մեծ սիրով կշարունակեմ, որովհետև բավականին տարբեր process-ներ են նկարահանումը եւ թատրոնի փորձերը, այսինքն ես հիմա նոր հասկանում եմ ինչ է նշանակում դերասան։ Այո, ինչ է նշանակում խաղալ թատրոնում եւ ունենալ այդպիսի մեծ պատասխանատվություն, որովհետեւ ամիսներ շարունակ փորձում եք բոլորդ ջանք ու եռանդ չեք խնայում, որ պրեմիերայի օրը ներկայացումը ստացված լինի։ Սեյրան, խնդրում եմ նաև ձեր կերպարի մասին պատմեք, դուք էլ երևի երրորդ սերունդն եք արդեն ընտանիքի։ Ես չեմ խաղում ներկայացման։ Շատ լավ։ Ես ամբերատասվածի պատասխանես դա։ Ես չեմ խաղում ներկայացման մեջ, սա այն եզակի ներկայացումներից է Շունչ թատրոնի, որ չեմ խաղում։ Ձեզ ընտանիքում ինչու Սամվել տեղ չեք տվել ձեր ընտանիքում։ Սամվելին, Սեյրանին, տեսեք, Սեյրանը այս ներկայացման մեջ կունենա արդեն լրիվ ուրիշ զբաղվածություն, որպես Շունչ թատրոնի համահիմնադիր, էլի շատ կարևոր process-ով կզբաղվի, մենք երևի թե իր դերակատարումը այդպես ենք կարևորել այս անգամ։ Այո, չեմ խաղում ներկայացման մեջ, բայց հիմնականում փորձերին լինում եմ եւ կարող եմ ասել, որ մեծերին ուղակի կողքից նայելով իրենցից շատ բան է սովորում։ Պրոֆեսիոնալիզմ, տեքստի հետ աշխատանք, ինչպես լինել ճիշտ դերասան առհասարակ եւ մեծ պատիվ է, որ մենք մեր թատրոնում ունենք Էվելինա Շահերյան, Ալբերտ Սաֆարյան, որովհետեւ գիտեք, ոնց ասեցիք, խորը պատասխանատվությամբ ես դու գալիս փորձի, երբ որ գիտես քեզ հետ խաղում է բեմում կամ մեր ներկայացման մեջ խաղում է բեմում մի մարդ, ում բեմական տարիների փորձը քո կյանքի տարիներից բարձր է։ Հարպետության դասը։ Սա ուղղակի այո մեծ պատիվ է եւ
այս ներկայացումը ինչու ընտրեցինք, դե մեզ մոտ 25-րդ ժամը ներկայացումը մենք ունենք, որը էլի ընտանեկան թեմա է, եւ մենք ուզում էինք 25-րդ ժամը ներկայացման շարունակող ներկայացում ունենալ եւ անդրադառնալ հենց այն խնդրին, առհասարակ շունչ թատրոնը շատ սենց մեծ հանդիսացող խնդիրների է անդրադառնում եւ սա էլ բացառություն չէր։ Եվ այո, որովհետեւ ընտանիքը եւ ընտանիքում լինող հարցերը ամենակարևորն են եւ մենք տեսել ենք այս 1.5 տարվա ընթացքում, թե ինչքան ընտանիքներ մեր աչքի առաջ թատրոնի ֆոյեում 25-րդ ժամը ներկայացումից հետո ծնողներ երեխաներ գրկում են իրար, սկսում են խոսել, շփվել, հա, եւ գնում են ընտրելու։ Սա մենք մեր աչքի տեսածն ենք ասում, ինչքան էլ չենք տեսել։ Եվ այո, շունչ թատրոնը առաքելություն ունի բարձրացնելու այդ խնդիրները, որպեսզի ավելի տեսանելի դառնան, որտեղ երբ որ խնդիրների մասին չես խոսում, դա պրոստը մնում է խնդիր։ Իսկ երբ որ բարձրաձայնում ես այդ խնդիրների համար, դրանք ի վերջո գտնում են իրենց լուծումները։ Եվ այս ներկայացումն էլ այո ծանր է, իր բարձրացրած գաղափարը, բայց այստեղ մենք նորից չենք մեղադրում երեխաներն ու մեղավոր թե ծնողները, որովհետև կան մարդիկ ասում են, «Է ծնողն է մեղավոր, որ տենց երեխայա դաստիարակել», կան մարդիկ ասում են, «Երեխան է մեղավոր, որ այս տարիքում իր ծնողներին այս վիճակում է հասցնում»։ Այս բոլոր հարցերի պատասխանները, այս հարցերը բարձրացնում ենք վեր մենք ներկայացման ժամանակ եւ ամեն մեկը իր պատասխանը կստանա կախված իր ապրած ձևից։ Թերևս այսքանը։ Հետաքրքիր է բաներիք ասում ես։ Չէ, ես ուզում եի օգտվելով առիթից անկեղծ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ հետ համագործակցում են, որովհետև այսպեսի մի շատ բարդ խնդիր կա, երբ որ դերասանը իր թատրոնում է ստեղծագործում, ինքը ոնց որ ավելի կոմֆորտ է, ավելի տանն է, ավելի իր խաղընկերների հետ երկար փորձ ունեցող մի process-ի մեջ է, բայց երբ որ ինքը գալիս է ֆիքսված ժամանակահատված, ենթադրենք 1 ամսում պետք է կարողանա ստեղծել այնպիսի մի բան եւ մենք այնպիսի դերասանների հետ ենք նաեւ համագործակցում, որոնց համար մեկ չէ ինչպես բեմ դուրս կգան, մեկ չէ ինչպիսի ներկայացումներում կխաղան, մեկ չէ ինչքան հանդիսատես կունենան, շատ դժվար իրավիճակ է եւ փառքով ու պատվով բոլոր դերասանները մենք արդեն ունենք շատ ներկայացումների փորձ եւ Հայաստանի Հանրապետության տարբեր թատրոններից, սկսած Սունդուկյան թատրոնից մինչեւ Պատանի հանդիսատեսի թատրոն համագործակցում ենք տարբեր դերասանների հետ եւ համախմբում ենք մի գաղափարի շուրջ։ Սա տալիս է իր դրական ազդեցությունը այնքանով, որ տարբեր թատրոնների դերասաններ ի վերջո իրենց տանից դուրս ստեղծագործում ու աշխատում են բոլորովին այլ հարթակում, բոլորովին այլ դերասանների հետ եւ հրաշալի փորձ են տանում իրենց հետ իրենց թատրոն։ Սա էլ հրաշալի ինչ որ մեսիջ է, որ շունչ թատրոնը կարծում եմ անում է եւ նաեւ հրավիրվում է մի այնպիսի ռեժիսոր, ում հետ երկար տարիներ ենթադրենք այս դերասանները աշխատելով ինչ որ պետական թատրոններում չեն ունեցել հնարավորություն աշխատելու այս տեսակ ռեժիսորի հետ։ Այսինքն շատ կարևոր process է տեղի ունենում, որով էլ շատ հետաքրքիր է դառնում, ու երևի թե դա է պատճառը, որ այդ հետաքրքրության արդյունքում շունչ թատրոնի ներկայացումները դառնում են այնպիսի ներկայացումներ, որոնք որ այսօր սիրվում են հանդիսատեսի կողմից, սիրվում են դերասանների կողմից, պիտի ասեմ, որ իր ֆորմատով եզակի արդեն շունչ թատրոնը հասցրել է շատ ճանաչելի դառնալ եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս եւ իմ ու Սերյանի համար էլ բավականին բարդ է այս ամեն ինչից հետո անընդհատ մտածել ստարտը պահելու մասին, որովհետեւ թվում է թեմաները անվերջ են, բայց դու պետք է նաև մտածես իսկապես անել այնպիսի թեմա, որ լինի եւ շարունակություն, եւ հետաքրքիր, եւ արտիական, եւ կոմերցիոն, այո, որովհետեւ գիտենք, որ շունչ թատրոնը ինքնաֆինանսավորվող է եւ մեր բյուջեն, հաջորդ ներկայացման բյուջեն ձևավորվում է բացառապես այն հանդիսատեսի օգնությամբ, ովքեր սիրում են մեզ, հավատում են, վստահում են եւ տալիս են իրենց փոքրիկ գումարը կամ ինչ որ մի մասն են դառնում մեր նոր ներկայացման ստեղծման։ Շնորհակալություն նաև մեր շատ սիրելի հանդիսատեսին։ Հետաքրքիր է, որ դուք արդեն պատասխանեցիք հարցին, որ ուզում էի տալ, բայց ամենասկզբից, երբ որ շունչ թատրոնը սկսեց գործունեությունը, ես հիշում եմ այդ ամենաառաջին ներկայացումները, երբ որ թատրոնի անունը դեռ չկար, կարծես մարդիկ ֆիքսում էին այն տարածքը,
որտեղ լինելու է, այսինքն բոլորին թվում է, թե այդ ներկայացումը այս թատրոնին է պատկանում, այն թատրոնին։ Իսկ հիմա արդեն կարծես հակառակն է, որտեղ շունչն է, առաջինը նշվում է ծերանն է։ Ինչպես կարողացավ շունչը նոր շունչ բերել այս իրականություն, հենց մեկը այն առումով, որ տարբեր թատրոնների դերասաններ ձեր հետ համագործակցում են, իրենց թատրոնում աշխատում են եւ դուք բոլորին կարողանում եք համախմբել։ Ոնց է դա ստացվում։ Հայաստանում շատ դժվար է, որքան գիտեմ այս հարցը։ Շունչ թատրոնի իր ստեղծման օրվանից ունեցել է իր անունը, ուղղակի այո ճիշտ եք ասում, սկզբում այդքան էլ հայտնի չէր եւ մենք մեր մարքեթինգի թիմի հետ շատ կոնկրետ աշխատել ենք դրա վրա, որ մեր ներկայացումները չասոցացվի այն թատրոնների հետ, որտեղ որ խաղում ենք։ Դա իհարկե տարիների ընթացքում մեզ մոտ ստացվեց, սա արդեն երրորդ տարին է, որ Շունչ թատրոնը կա, եւ արդեն այո Շունչ թատրոնը իր ուրույն տեղ ունի թատերական աշխարհում։ Գիտեք, դերասանները տեսնում են, որ պրոֆեսիոնալ ներկայացումներ ունենք, պրոֆեսիոնալ կազմ է, առաջարկը լավն է, պիեսը լավն է, ռեժիսորը լավն է, դերասանական խումբը լավն է եւ համաձայնվում են բոլորը, նախ ճանաչելով մեզ, սկզբում համաձայնվում էին ճանաչելով մեզ, հետո հիմա արդեն համաձայնվում են ճանաչելով թատրոնը։ Եվ նաեւ բացի օրինակ Ադրինեի դեպքը մեզ մոտ երկրորդն է, մեզ մոտ որ փորձ չունեցող դերասանուհին, թատրոնում փորձ չունեցող դերասանուհին գալիս է մեզ մոտ, առաջին փորձը եղել է Էլեն Սաֆարյանի հետ 25-րդ ժամը ներկայացման ժամանակ, ֆանտաստիկ փորձ ենք ունեցել, դրա համար մենք այդ փորձը որդեգրեցինք եւ շատ ուրախ եմ, որ նաեւ մեզ հետ է Ադրինեն հիմա, այսինքն մենք երիտասարդներին էլ ենք հնարավորություն տալիս մեզ հետ մեզ հետ չէ, մեծերի հետ, որ մեզ են երիտասարդ, օրինակ Սամվելենց հետ երիտասարդ մեկ բեմում հանդես գալ եւ կարծում եմ այդ սերունդների տարբերությունն էլ նաև շատ կարևոր է թատրոնում, որ կա ենթադրենք Ալբերտ Սաֆարյանի տարիքի եւ Էլինա Շահերյանի եւ Ադրինեի եւ իհարկե մեջտեղի տարիքն էլ։ Եվ այդպես Շունչ թատրոնը գտավ իր տեղը։ Հետաքրքիր բալանս Այստեղ սերունդների երկխոսությունն է, այո, բանալի կարելի ասել բառը, ոչ միայն բեմում, այլ նաև իրական կյանքում, ինչպես ասացիք, այդ փորձի փոխանակումը, թատրոնից թատրոն այդ փորձը տանելը։ Ես Էլեն Սաֆարյանի անունը տվեցի, հիշեցի 25-րդ ժամը, այնտեղ երբ ասացիք, որ կարծես շարունակություն է, իսկապես այնտեղ այդ միջին եւ երիտասարդ սերնդի բախումներ, որ պետք է փաստացի գնալ արմատներ եւ հասկանալ, թե այդ միջին սերունդը ինչ խնդիր ուներ, այստեղ գալիս է ծնողի գաղափարը։ Այսպես սերիալային շարունակությամբ հետաքրքիր է դրամատուրգիան գնում է։ Ֆունկցիոնալ տարբեր են իրենք։ Թվում է թե շարունակություն է, թվում է թե եթե այսինքն ինքը երերգություն չի էլի, եթե չես տեսել 25-րդ ժամը չես կարող նայել ծնողը, այսպես չի, բոլոր իմաստներով այսպես չի, բայց մեզ սկսեց դուր գալ անդրադառնալ ընտանեկան խնդիրներին, որովհետև այսօր բոլոր խնդիրներն ունեն իրենց լուծումները, միայն ընտանեկան խնդիրն է, որ եթե կանգնում է լուրջ հարցի առաջ, շատ դժվար է լուծումը գտնելը, որովհետև դա չի լինում մի օրվա մեջ, դա ունենում է շատ խորը հիմքեր, շատ խորը արմատներ, այսինքն ու ցավոք այսօր բոլորի համար քչից շատից առնչվող թեմա է դա, ոչ ոք ապահովագրված չի եւ չկարող ասել իմ ընտանիքում ենթադրենք չի կարող լինել այսպիսի խնդիր կամ եթե նույնիսկ չկա, երբեք չի լինի, չես կարող իմանալ։ Դրա համար մեզ դուր եկավ, դեռևս դուր է եկել եւ 25-րդ ժամի եւ ծնողի հետ կապված վերցնել այդ գաղափարը, այնպես չի որ մենք սահմանափակվելու ենք կամ սահմանափակվել ենք միայն ընտանեկան թեմաներ ներկայացնելով, մեր գործունեությունը շարունակվում է, շատ նոր լիքը պրոյեկտներ ունենք, որոնք արդեն իսկ պրեմիերան հանձնելուց հետո կյանքի կկոչենք, կսկսվի մեր գործունեությունը, մեր փորձերը, մեր ներկայացումները դադար չունենք։ Այո, եւ ներողություն ներկայացման մեջ մի շատ կարևոր նախադասություն կա, ասում են ընտանիքը չի բաժանվում, ընտանիքը ճեղքվում է։ Եվ մենք փորձում ենք այս ներկայացումով, եթե կան ընտանիքներ, որ արդեն կա այդ ճեղքը, տեսնեն եւ փակեն։ Եվ առիթից օգտվելով ուզում եմ ասել, որ բացի մարտի 16 եւ 17-ից մենք ունենք եւս մի քանի ներկայացում եւ արդեն ունենք հյուրախաղեր մեր շատ սիրելի մարզեր։ Այո, մենք ունենք ապրիլի 18-ին Գյումրիում ներկայացում Վարդան Աջամյանի թատրոնում, ունենք մայիսի 17-ին Կապանում, Կապանի մշակույթի տանը եւ ապրիլի 13-ին, 28-ին եւ մայիսի 11-ին Երևանում ունենք ներկայացումներ։ Եթե օրերը չեք հասցրել ֆիքսել, ապա նրանց Facebook-յան էջում կարող եք ամեն ինչ գտնել եւ ուզում եմ անդրադառնալ կերպարի հետ կապված, քանի որ ընդհանուր ներկայացումից շատ խոսեցինք թատրոնից, ձեր կերպարը ձեր կյանքում ինչ-որ բան փոխեց, երբ որ կարդացիք սցենարը, այդ բան ինչ զգացիք, ինչ փոխվեց ձեզ մոտ։ Իրականում կերպարը, որին կերտում եմ, իմ իրական կյանքի կերպարի հետ կապ չունի ընդհանրապես,
որովհետև կյանքում բավականին մտերիմ հարաբերությունների մեջ եմ, նույնիսկ տատիկիս հետ, այսինքն միայն ծնողներիս հետ, չէ։ Իմ կերպարի առանձնահատկություններից մեկը նշում են, որ ինֆորմացիոն առումով ամերիկացի գրողը, որ գրել է այս գործը, հենց եղել է Թորնուհին, այսինքն ասում որ Թորնուհու կերպարն հենց գրել այս պատմությունը։ Կարծում եմ, որ այսպիսի արտահայտություն կար, պատասխանատուն սերունդներն են, որը նաև վերագրում ենք մեր ներկայացմանը, որովհետև երեխան իմ կարծիքով վարվում է այնպես, ինչպես որ սովորում է իր ծնողից։ Դե հայելին է։ Այո, այսինքն երեխան ընտանիքի հայելին է։ Մենք փորձում ենք այս գաղափարը նույնպես բարձրացնել, որովհետև ցույց ենք տալիս, թե ինչպես են վերաբերվում ծնողները իրենց։ Երեխայի ծնողը իր ծնողին, երեխան տեսնում է եւ ինքը ինչպես է սկսում վերաբերվել իր ծնողին։ Նաև ես ուզում եմ նշել, որ ներկայացման մեջ կերպարները, այսինքն մենք չենք ներկայացնում բացարձակ բացասական եւ բացարձակ դրական կերպարներ։ Այսինքն մենք փորձել ենք կերպարներին տարբեր կողմերից ներկայացնել։ Ցույց տալ, որ այս կերպարը ունի այս խնդիրը, ինչու է, ինչի պատճառով է այս կերպին հասել, որովհետև Սեյրանը նշեց, որ յուրաքանչյուր այսինքն հանդիսատեսի մեջ կլինեն մարդիկ, որոնք որ հենց իրենց կգտնեն ներկայացման մեջ։ Այսինքն կարող է լինի մարդ, որ կարդարացնի այս կերպարին եւ իրեն կպատկերացնի եւ կասի, բայց նա էլ սխալ չի։ Լավ, հետաքրքիր է, քանի խոսեցինք դրականից, բացասականից, կերպարներից, լրջությունից, թեմայի շատ կարևոր, իսկ որպեսզի հանդիսատեսին միշտ լարված չպահեք այդ բանալիները որտեղ եք դրել, թեկուզ հումորների մեջ, զրույցների մեջ, ինչպես եք կոտրել, հա, այսպես ասած, լրջությունը։ Տեսեք, սա այն եզակի գործերից է, որտեղ որ շատ նուրբ է պետք է հումորային process իրականացնել, որովհետև ինքը սյուժեն, թեման այնպեսին է, որ եթե որևէ տեղ դու բաց թողնես կամ լրջությունը կոտրես, գիծը հնարավոր է կորցնել։ Սա այն թեման է, որ դու սկզբից մինչև վերջ լարված լսելով, որովհետև գուցե ուզենաս ամեն բառից կարճելով հասկանաս այս խնդրի լուծումը որտեղ է։ Ավելի շատ հանդիսատեսին վստահ եմ վաղվա մյուս օրվա եւ ընդհանրապես ծնողի հանդիսատեսին հետաքրքիր է լինելու ոչ թե գալ լիցքաթափվել կամ գտնել այդ լարվածության մեջ մի փոքր հումոր գոնե որ թեթև զգա, այլ իսկապես լարվածությունը ապահոված է լինելու մինչև ներկայացման վերջը, բայց դա չի նշանակում, որ մենք խաղալու ենք այդպես դրամատիկ, լուրջ կամ չգիտեմ, իհարկե լինելու են փոքրիկ հումորային կտորներ, բայց սխալ է ասել հումորային։ Ուղղակի երևի մի քիչ ավելի թեթև դիալոգներ, բայց եթե այդ լարվածությունը մենք սկզբից մինչև վերջ չպահենք, ափսոս կլինի գիծը կորցնել հանդիսատեսի կողմից։ Հա, բայց նաև չէ նշանակում որ ինքը ծանր sense ներկայացում է, չէ, առօրյա է, գալու են մարդիկ ուղղակի տեսնելու են շատ կարևոր հարցեր։ Ուղղակի երբ սեփական խնդիրները տեսնում ես կողքից, գաստանում ես։ Դե, տեսպես, տեսեք, ինքը ողբերգություն է, գաղափարը ողբերգություն է, բայց ներկայացումը ողբերգություն չի կարելի անվանել։ Իսկ այսքան խոսելու փոխարեն, եթե իհարկե դեռ տոմսեր կան, պետք է վաղը Ցավոք սրտի վաղը եւ մյուս օրը մեզ մոտ տոմսերը սպառվել կամ բարեբախտաբար սպառված են, մյուս օրերի համար կարող են ձեռք բերել։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, այո, սա դիտելու եւ մեզ բոլորիս վերանայելու ներկայացում եմ։ Շնորհակալություն, ձեզ հաջողություն, վաղն էլ առաջնախաղին իհարկե հաջողությունը միշտ պետք է առաջին բեմերն է լինելու, թող կրկնակի հաջողություն լինի ձեզ։ Թող լինի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, խոսում էինք Շունչ թատրոնի ծնողը ներկայացման մասին, որի առաջնախաղերը լինելու են վաղը եւ մյուս օրը, իսկ առաջիկա մյուս ներկայացումների մասին, ինչպես արդեն ասացին, կարող եք հետևել եւ տեղեկանալ նրանց Facebook-յան էջերից։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էինք Շունչ թատրոնի համահիմնադիր տնօրեն Սամվել Դանիելյանի, համահիմնադիր պրոդյուսեր Սեյրան Մովսիսյանի եւ դերասանուհի Ադրինե Աճեմյանի հետ։ Մենք բարև երկիրն ենք, շարունակում ենք մեր ընթացքը։